Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Մի կողմից գիտեք, որ մենք փաստացի ձեր հետ միասին խոսում եւ պայքարում ենք նրա հետ, որ ռուս օլիգարխը ասում է մենք Իվանիշվիլի հետ հիանալի հարաբերություններ կձևավորենք, Սամվել Կարապետյանը իրար կհանդիպեր, ամեն ինչ լավ կլիներ, միայն թե Նիկոլ Փաշինյանից հեռանանք եւ մենք տեսնում ենք հայտարարությունները, վտանգները Մոսկվայից, որը գալիս են տարբեր մակարդակներով, սպառնալիքները, մանրամասն դա ձեր հետ միասին քննարկում ենք, ինչպես հայկական, այդպես էլ իմ ռուսալեզու ալիքում եւ այլն։ Մյուս կողմից կա երկրորդ ճակատը, որի կարելի ասել առաջնորդներից մեկը դարել է Տիգրան Խզմալյանը, եւ այդ ճակատից համարձակվում են Նիկոլ Փաշինյանին ռուսական արևմտամետ հարթակների միջոցով, ինչպիսին է Սովան խոսքին, հարցազրույց է տալի պարոն Խզմալյանը եւ Նիկոլ Փաշինյանի դեմ այնպիսի հայտարարություններ է անում, ասում է, որ Նիկոլ Փաշինյանը հայկական Իվանիշվիլին է։ Ես արդեն ասել եմ եւ ես նորից ասում եմ, միջև պարոն Խզմալյանը Նիկոլ Փաշինյանին հայկական Իվանիշվիլի անվանելու, ես այդքան դրան պատասխանելու եմ եւ պատասխանելու եմ ինչքան գնալու է ավելի կտրուկ։ Ոչ մի բան անձնական, պարոն Խզմալյան, միայն փաստեր, դուք ստում եք եւ ես դա կապացուցեմ։ Արդեն մանրամասն եւ արդեն ես կարող եմ ասել, որ երկու տարբերակ կա, կամ դուք առհասարակ այդքան հեռու եք այս ամեն ինչից, որ չեք տեսնում այս իրականությունը, կամ երկրորդը չեք ուզում տեսնել։ Այսինքն, տեսեք ինչ է ասում պարոն Խզմալյանը, որ այս այցի նպատակը Նիկոլ Փաշինյանի իշխելու թույլտվություն վերցնելու համար էր Մոսկվայից։ Այսինքն, այսքան ավելի մեծ սուտ բարդ է հորինել։ Նույնիսկ երևի Սամվել Կարապետյանի եւ իր ուժեղ Հայաստանի համար բարդ լինի այսպիսի ստեր հորիներ։ Այսինքն, ձեր պատկերացումով Նիկոլ Փաշինյանը գնաց այնտեղ, որ իշխանության իրավունք վերցնի, երբ որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հիմնված է հայ ժողովրդի քվեի վրա։ Լավ, կողքի եմ դնում։ Վլադիմիր Պուտինը բացահայտ ասում է, որ ուզում ենք մեր տեխնացուն մասնակցի ընտրություններում։ Նիկոլ Փաշինյանը ասում է ոչ, Հայաստանի սահմանադրությամբ չի կարող մասնակցել։ Ու դուք ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը իշխելու իրավունք էր այնտեղ ուզում ընդունել եւ ստանալ։ Սա ուղղակի Հայաստանի վիրավորում է Հայաստանը, վիրավորում է հայկական ժողովրդավարությունը, խնդիր է ստեղծում Հայաստանի եվրոատլանտյան ինտեգրման համար։ Այս ամեն առումով ձեր այս կոնկրետ հայտարարությունը խնդրահարույց է եւ Հայաստանի ի օգուտ չէ, Հայաստանի ի վնաս է։ Դրանից հետո շատերը ասում է այսպիսի տպավորվել են, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ուրեմն Վլադիմիր Պուտինին, բայց իրականում դա բեմադրված թատրոն էր։ Ինչ խոսենք ձեր հետ, պարոն Խզմալյան։ Ինչ խոսենք առհասարակ բեմադրված թատրոն։ Այսինքն իրականությունը, որը տեղի ունեցավ այնտեղ, դա իրականություն չէ։ Սպառնալիքները, պայքարը, Սամվել Կարապետյանի ուղարկելը Կտրիչ Ներսյանի գործի դնելը, այստեղ ամեն գործընթացը արդեն որ սկսել են խնդիրներ, ֆրանսիական զենքի մատակարարումների խնդիրը, այդ ամենը իրականության հետ կապ չունի, իրականը միայն այն է, ինչ դուք մտածում եք, հա։ Այսինքն ինչ մենք բոլորս տեսանք, դա իրականության, դա թատրոն էր։ Նիկոլ Փաշինյանը եւ Պուտինը պայմանավորվել էին, որ այսպիսի թատրոն կազմակերպեն, հա։ Եթե դուք այսպես եք տեսնում քաղաքական գործընթացները, առհասարակ իմ պատկերացումով ձեր տեղը քաղաքական դաշտում չէ, որովհետեւ ձեր պատկերացումով ստացվում է, որ իրականությունը, որը ժողովուրդը տեսնում է, դա ուղղակի իրականություն չէ։ Մենակ դուք եք տեսնում իրականությունը։ Պայմանավորվել էին նախորոք, որ Սամվել Կարապետյանի շուրջ, հապկի թեմայով, որտեղ որ Փաշինյանը ասում է չենք վերադառնալու, Եվրոպական միության թեմայով, որտեղ որ Փաշինյանը ասում է բալանսավորելու ենք միջև կարող ենք։ Ռուսաստանի սպառնալիքները այդ ամենը բեմադրված էր, հա։ Դրանից հետո, որ Հայաստանը ասում է չի փակել դեռ Ռոսսատրուդնիչեստվան եւ ՖՍԲ-ն, ԳՌՈ-ն այստեղ աշխատում են եւ այլն։ Այսինքն Հայաստանը պետք է արդեն այնպիսի քայլեր աներ, որ Ռուսաստանի հետ կտրուկ հարաբերությունները վատթարացներ, այնպես է ծանր։ Ոչ մի բան չենք արել, մեզ Ռուսաստանը սպառնում է, բացահայտ։ Ինչ աստիճանով է սպառնում։ Բա մի հատ Սամվել Կարապետյանի երեկվա հայտարարությունը նայեք, ասում է պատերազմ տեղի կունենա տնտեսական։ Հետո ասում է առհասարակ պատերազմ տեղի կունենա։ Ռուսաստանով իրանց օլիգարխը բացահայտ
Պուտինը ասաց, մեր տեխնացուն է, պրոռուսական ուժ է, սպառնում է Հայաստանին։ Եվ դուք նրա փոխարեն, որ Հայաստանը պաշտպանեք, մի հատ էլ ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը ռուսական այստեղ ազդեցությունը բավական չի հանել։ Այո, կարող է բավական չի հանել։ Եվ դա ինչու մասին է խոսում, որ Նիկոլ Փաշինյանը Պուտինից իշխելու իրավունք է այստեղ պահանջել։ Եվ դրանից հետո դուք ասում եք, որ ինքը ոչ թե Սաակաշվիլիի նման է, այլ Իվանիշվիլու նման է։ Նարեկ Կարապետյանը, որը օրինակ է բերում, ասում է Սամվել Կարապետյանը Իվանիշվիլու հետ կհանդիպի, իսկ Փաշինյանի հետ չի հանդիպում, ուրեմն Իվանիշվիլին։ Իվանիշվիլին, որը այստեղ ռուս օլիգարխ է, որը պետական, ես ուղղակի անկեղծ ասեմ, ես հոգնել եմ մանրամասն այս ամենը ներկայացնեմ, այն առումով, որ արդեն ամեն ինչ կարծում եմ պարզ է։ Իվանիշվիլին ով է, այդքան ելույթ է մարել։ Եվ դրա ֆոնին դուք ասում եք Փաշինյանը Իվանիշվիլի է, ես եւս մեկ անգամ ասում եմ, ով ասի Փաշինյանը Իվանիշվիլի է, կամ ուղղակի այդքան տգետ է, որ չի իրականությունը հասկանում, քաղաքականության հետ առհասարակ կապ չունի, պոպուլիստ է, կամ սուտասան, որտեվ դա ճշմարտությունից այդքան հեռու է, Սամվել Կարապետյանի դեմ խոսեք, բացի այդ, որ ասում է ռուսական օլիգարխ է, ում դեմ եք խոսում, Նիկոլ Փաշինյանի դեմ եք խոսում, խոսեք իրա դեմ, բայց ասեք իրան, որ ինքը Ռուսաստանի դրածո է, այդ եք ասում, չէ, ձեր հարցազրույցում, ասել, որ ինքը Ռուսաստանից է իր իշխանությունը ստանում, այլ ոչ թե հայ ժողովրդից, ասել, որ ինքը հայկական Իվանիշվիլի է, դուք չափերի մեջ պետք է լինեք ձեր քաղաքական, հայկական Իվանիշվիլի, որ լիներ վաղուց այդ ձեր քաղաքական գործ, ոչ թե ազգային ժողովում օրենք կլինեիք, այ գուցե բոլոր եվրոպամետերը բանտում լինեին, քանի անգամ եք բանտում եղել եվրոպամետ քաղաքականության համար Փաշինյանի օրոք, պարոն Խզմալյան, բա մենք Վրաստանում գիտեք քանի հոգի բանտում ունեն քաղաքական կուսակցության առաջնորդներ, մեկ-մեկ չեմ ուզում մանրամասն, իմ անձնական գիտեք քանի ընկերն է հիմա բանտում, քանի ընկերն է գիտեք բանտում, քաղաքական կուսակցությունների առաջնորդներ Եվրոպական միության աջակցության համար, իսկ դուք բանտում եք, պարոն Խզմալյան, ձեր դեմ տուգանքներ կա, անձամբ ձեր դեմ քանի տուգանք է եղել Փաշինյանի իշխանության օրոք, քանի դատական գործի եք մասնակցել Փաշինյանի իշխանության օրոք Եվրոպական միության աջակցության համար, Եվրոպական միության գագաթնաժողով է սպասվում, առաջինը մի ամիս անց Երևանում, Հայաստան ԵՄ, Եվրոպական քաղաքական ուրեմն այդ համաժողովի նիստ է սպասվում, Եվրոպական միության օրենք է ընդունվել, Եվրոպական միության ճանապարհի առումով կոնկրետ Պուտինի մոտ Փաշինյանը ասաց, որ մենք խորացնելու ենք այդ հարաբերությունները եւ ձեր կարծիքը այդտեղ մեզ չի հետաքրքրում։ Եվրոպական միությունում վերջերս Փաշինյանը ելույթ ունեցավ խորհրդարանում։ Դրանից հետո Եվրոպական միությունը Փաշինյանի օգնելու համար այստեղ որ հիբրիդային հարձակումներով Իվանիշվիլի 2 ծրագիրը Սամվել Կարապետյանի իրականություն չդառնա հիբրիդային պատերազմի դեմ խումբ է այստեղ ուղարկում։ Եվրոպական միության բոլոր դեսպանների բանի հետ հանդիպում ենք, բոլորը ասում են ոնց անենք, ոնց օգնենք ձեզ, որ հանկարծ Իվանիշվիլի 2-ը չկրկնվի Հայաստանում։ Մենք Վաշինգտոնի, Բրյուսելի հետ միասին աշխատում ենք տարբեր ձևաչափերով, որ չկրկնվի Իվանիշվիլի 2-ը Հայաստանում, դուք ասում եք Իվանիշվիլի 2-ը Փաշինյանն է։ Ես անկեղծ եմ ասում, ես այլևս չեմ անդրադառնալու ձեզ, միջև դուք այսպիսի նորից Իվանիշվիլի 2 ծրագրի մասին չխոսեք։ Գիտեք ինչ չեմ անդրադառնալու, որովհետև սա իմ պատկերացումով մեր քաղաքական գործընթացում տեղ չունի։ Դուք եվրոպական դրոշը օգտագործելով ասում եք հակառակը ինչ որ Եվրոպական միությունն է ասում։ Մի հատ հարցրեք Եվրոպական միությունին։ Ես առհասարակ կոչ եմ անում եւ ես այդ ուղղությամբ նաեւ քայլեր կունենամ, որ ձերանից եվրոպացիք մի հատ հարցազրույցներ վեկալեն եւ ձեր հետ քննարկեն մի հատ եվրոպացիք այս հարցերը։ Անպայման։ Եվ մի հատ պարզեն եվրոպացիք։ Մի հատ ձեզ էլ պարզաբանեն իրանց մոտեցումը։ Եվրոպացիք մեզ ասում են ռուսների հետ այսօր խզենք հարաբերությունները։ Եվրոպացիք ասում են այստեղ որ մենք պետք է հայտով դիմենք այսօր Եվրոպական միությանը։ Այստեղ նաեւ պարոն Խզմալյանը նշում է, որ Եվրոպական կուսակցությունը ներկայացրել օրենք։ Եվ այդ օրենքը ընդունվել էր։ Շնորհակալություն հայտնեք քաղաքացիական պայմանագրի, որ ընդունվել էր այդ օրենքը։
Ձեր ջանքերով միայն մի մասն է, որ դուք ներկայացրել եք այդ օրենքը, որ քաղաքացիական պայմանագիրը չուզենար չեր ընդունի։ Դրանից հետո որ միայն վիրավորանքների եք անցել վարչապետ Փաշինյանի։ Ինչու՞մ է հարցը։ Ես անկեղծ եմ հարցնում, ինչու՞մ է հարցը, որ դուք այսպիսի հակապետական հիմա գործունեություն եք ծավալում։ Այն ֆոնին, որ մենք Եվրոպայի հետ հարաբերությունները լավացնում ենք, դուք փորձում եք իշխանություններին ռուսամետ ինչ որ հակաեվրոպական ուժ ներկայացնել իբրով, որտեղ Իվանիշվիլին ռուսամետ հակաեվրոպական ուժ է, Փաշինյանն էլ փորձում եք այդպեսի ներկայացնել։ Ինչ նպատակներ եք սպասարկում։ Ուզում եք ել ավելի եվրոպական դառա Հայաստանը դրանով, որ ինչ որ Փաշինյանը ռուսամետ է, բա ով է եվրոպամետ։ Բա ով է եվրոպամետ։ Մի հատ ինձ ասեք, այս ընտրությունների համատեքստում ժողովուրդը ում պետք է աջակցի։ Մի հատ ինձ ներկայացրեք, էլի, Եվրոպամետ։ Քանի անդամ կա ձեր կուսակցությունում։ Քանի ձայն եք հավաքելու այս ընտրություններում։ Գնացեք զբաղվեք ձեր քաղաքական օրակարգով, հավաքեք ձայներ, ինչ խնդիր։ Դրա փոխարեն ընկել եք Նիկոլ Փաշինյանին եք թիրախավորում, այն էլ ասում եք Իվանիշվիլի 2 է, թիրախավորեք ինչքան ուզում եք, 1000 թեմա կա։ Ասում եք Իվանիշվիլի 2 է, ասում եք ռուսական փաստացի գործակալ է, ասում եք այնտեղ պայմանավորված էր Պուտինը եւ ինքը դա կազմակերպում եւ օգտագործում եք դրա համար եվրոպական կուսակցության անունը եւ հիմքերը, որ եվրոպացիքին ներկայացնեք, որ Փաշինյանին չպետք է վստահեք։ Ես էլի գիտեմ մարդիկ, գիտեք, Բրյուսելից եւ Վաշինգտոնից ես շատ լավ կապեր ունեմ, շատ լավ։ Եվ ինձ այդտեղ ասում են, որ ինչ-ինչ մարդիկ նաեւ այո, ասում են, որ պետք չի վստահել Փաշինյանին, պետք չի հանդիպել, պետք չի համագործակցել եւ այլն, տարբեր պետություններից, այսինքն տարբեր ուժեր փորձում են այսպիսի խնդիրներ ստեղծել հայ արևմտյան, հայ եվրոպական այդ թվում հարաբերություններում։ Եվ ձեր նաեւ ելույթները սպասարկում են այդ օրակարգը, բացահայտ։ Ես հիմա չգիտեմ, սա ձեր անձնական ցանկություններն է, ինքնահաստատվեք Փաշինյանին կեղծ մեղադրանքներ ներկայացնելով։ Թե սա ուրիշ ինչ-որ հիմքեր ունի, որովհետև իմ համար լրիվ անհասկանալի է, դուք ինչով է ինքը հայկական Իվանիշվիլի, ինչով։ Սա ուղղակի աննկարագրելի սուտ է։ Դրանից հետո ասում է Խզմալյանը, որ ԵՄ-ի հայտ որ չեն ներկայացրել Վրաստանի պատճառով, դա ուրեմն ուշադրությունը շեղելու համար է։ Նորից սուտ, որովհետև ԵՄ-ի հայտ պետք է Հայաստանը ներկայացներ, ըստ ձեզ, եւ հայտ որ ներկայացներ ԵՄ-ի Հայաստանը, այլ ընտրանքը կունենար ճանապարհների, հա, հետո այստեղ ասում եք, որ միանգամից Թուրքիայի հետ սահմանը կբացվեր։ Բա սպասեք, բացվում է Թուրքիայի հետ սահմանը։ Բա բացվում է Թուրքիայի հետ սահմանը, բա դեմ եք դուք Թուրքիայի հետ սահմանի բացմանը, թե կողմ եք։ Եթե կողմ եք, սպասեք, հեսա կբացվի Թուրքիայի հետ սահմանը։ Կամաց գուցե հասնենք նրան էլ, որ հայտ էլ ներկայացնենք։ Բայց գուցե հայտ ներկայացնել պետք չի այս փուլում, որովհետև այդ հայտ ներկայացնելը դեռ ոչ մի օգուտ Հայաստանին չի տա, իսկ վտանգները, վնասները շատ կտա։ Առանց հայտ ներկայացնելու Վլադիմիր Պուտինը ուղիղ որ սպառնում է ձեզ, որ դա թատրոն է բեմադրված թվում։ Դուք իրականությունը չեք ուզում, հա, տեսնել։ Ես ասում եմ, ձեր տեղը եվրոպական կուսակցության համատեքստում չէ։ Դուք ավելի մոտիկ եք ազգային ժողովրդավարական բևեռի, որի անդամ եղել եք, եւ նաեւ հիմա ոնց հասկանում եմ, նույն շնորհապետական կուսակցության, որտեղից որ պարոն Անտինյանն էլ ասում է, որ ռուսամետ է Նիկոլ Փաշինյանը։ Դուք այն դաշտում եք։ Այն դաշտում այն մարդկանց, որոնք Փաշինյանին էլ են ռուսամետ տեսնում եւ իրականությունը չեն տեսնում։ Եվ ես ուղիղ ասեմ, որ ուղղակի խնդիրը նրանում է, որ դուք ձեզ այնպես եք դրսևորել, որ դուք եվրոպամետ եք, դե ազգային ժողովրդավարական բևեռները արևմտամետ է ստացվում, բայց իրաց գործերը հակառակն է անում։ Հայաստանին օգնում է մոտեցնել արևմուտքին, թե դեմ է, դեմ է։ Եվ այս ձեր հայտարարությունները կոնկրետ, որ Փաշինյանը հայկական Իվանիշվիլի է, խնդիրներ է ստեղծում։ Միայն Հայաստանին վնասում է։ 8 տարվա մեջ Փաշինյանը հաստատեց, որ ինքը հայկական Սաակաշվիլի չէ։ Ոչ էլ պետք է որ Փաշինյանը լիներ հայկական Սաակաշվիլի։ Սաակաշվիլին շատ սխալներ թույլ տվեց,
պետք չի։ Ոչ մեկ կողմ չի Ռուսաստանի հետ հարաբերությունները սրել։ Դուք ինչ եք ուզում, որ Հայաստանը անպայման գնա Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման, առանց այդ սրման Ռուսաստանն է սրում Հայաստանի հետ հարաբերությունները։ Մենք էլ ավելի սրեինք։ Եվրոպական միությունի հետ քննարկում ենք, չէ՞, այս բոլոր հարցերը։ Իրանք սպասում են, որ Հայաստանը առաջի քայլերը անի, նրանից հետո երբ արդեն Վրաստանը առաջի քայլերը կանի։ Ոչ թե միջև Վրաստան, առնվազն ոչ այս համատեքստում, ոչ այսօր։ Եվրոպական միությունը իր խնդիրները նաև ունի, պատրաստ չի այսօր, եւ դուք անտեսում եք 2024 թվականի ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումը 2 տարի առաջ, որտեղ որ Վրաստանի տարածքով մատակարարումների հարցը դրվեց, որտեղ որ հարցը լուծված էր, որտեղ որ պետք է զենք մատակարարվեր դեպի Հայաստան, տնտեսական դիվերսիֆիկացիոն տեղի ունենար դեպի Հայաստան։ Այդ ամենը դուք անտեսել եք։ Եվ Թուրքիայի տարածքով հիմա որ ասում եք, բաց սպասեք բացվի սահմանը։ Հա դուք ասում եք, որ հայտ ներկայացնենք, միանգամից սահմանը կբացվի, բայց այդտեղ ուրիշ տարբեր բաղադրիչները չեք տեսնում, որ հայտ ներկայացնելով սահմանը բացելը Թուրքիայի հետ կարող խնդիրներ պարունակի իրականում, որ Թուրքիայի հետ մեզ հարաբերությունների կայունացում, բալանսավորումը պետք է, դուք անձամբ Ղարաբաղի թեմայով պոպուլիստական հայտարարությունները շարունակում եք խանգարելով Թուրքիայի հետ սահմանը բացելու նաև։ Այդ է ձեր քաղաքական օրակարգը։ Այսինքն հիմա ձեզ ձեռ է տալի Թուրքիայի հետ սահմանի բացումը, իսկ ուրիշ ժամանակ այդ օրակարգի դեմ եք։ Վարչապետ Փաշինյանը հստակ ասաց, Վրաստանի հետ միասնենք եվրոինտեգրում անում։ Թուրքիան եվրոինտեգրում չի անում։ Ինչքան էլ սահմանը չբացես, Թուրքիայի տարածքով եվրոինտեգրում անդամակցության գործընթաց անհնար է։ Վրաստանի հետ միասին դա պետք է լիներ։ Եվ դուք անտեսում եք դա։ Դուք ուղղակի Վրաստանի իրականությունը անտեսում եք։ Եվ քաղաքական առումով սա մանիպուլացիա է, որ դուք Իվանիշվիլիի թեման օգտագործում եք ներքաղաքական գործընթացում, ոչ թե Սամվել Կարապետյանի, դուք հասկանում եք, դուք ինչ եք անում։ Այսինքն միջև ես եւ բոլորը ասում ենք, որ Սամվել Կարապետյանն է Իվանիշվիլի երկուսը, եւ ապացուցում են փաստերով, դուք ասում եք Փաշինյանն է, արժե զրկում եք այդ բառերը, Փաշինյանն է, հայկական Իվանիշվիլին։ Ինչ ասեմ։ Սա ուղղակի իմ պատկերացումով ամենացածր մակարդակի քաղաքական հայտարարությունն է, ամենացածր մակարդակի վերլուծությունն է, պոպուլիզմ է եւ մանիպուլյացիա։ Սա անձնական հարց չի, պարոն Խզմալյան։ Ես անձամբ ձեզ չեմ որևէ ձև ոչ մեկնաբանում, ոչ գնահատում։ Ինձ դա չի հետաքրքրում։ Ձեր ասածը կոնկրետ ինչ ասեցի դա է, մանիպուլյացիա է, պոպուլիզմ է, Հայաստանի շահերին վնասում է, եւ դուք նույնիսկ շնորհակալ չեք վարչապետ Փաշինյանին, որ այդ օրենքը ընդունեցին։ Եվ դժգոհ եք օրենքը ինչի առաջ չի գնում առաջ, որովհետեւ մեզ սպառնում են։ Եվ մինչև մենք այլ ընտրակներ չստեղծենք, մինչև այս ընտրություններում վարչապետ Փաշինյանը իր իշխանությունը չամրապնդի նրա համար, որ ոչ մի ռուսական գործակալ չկարողանա սպառնալ Հայաստանին, մենք ավելի կտրուկ քայլեր չենք անելու, որովհետև ի տարբերություն ձեր մոտեցումների պետական մտածելակերպով ենք շարժվում։ Պետական։ Իսկ ձեր մոտեցումը կարծես պոպուլիստական է, կարծես այսօր բոլորը կարող են Եվրոպական միության անդամակցություն ամեն ինչ անել ու մենք ուղղակի չենք ուզում։ Այդպես է ստա։ Դուք ուզում եք, իսկ մենք չենք ուզում, այդպես է։ Մենակ մենք չէ, Եվրոդաշինքի մեծ մասը որտեղ է։ Ինչ կարծիքի է։ Ինչպես է ստացվում, որ Եվրոդաշինքում բոլորը համամիտ են նախկին այդ Եվրոդաշինքում, որ վարչապետ Փաշինյանը դեպի Եվրոպա է գնում, մենակ դուք եք համարում, որ գնում է դեպի Ռուսաստան։ Մենակ դուք եք համարում, որ ինքը Մոսկվայում Պուտինի հետ բեմադրեցին այդ հանդիպումը։ Աշխարհում ուրիշ ոչ մեկ ես չեմ տեսել, որ այդպիսի ուրեմն մեկնաբանություն ունենա։ Ռուսական գործակալները ասում են, տեսնում եք Պուտինը ոնց Փաշինյանի հետ խոսեց։ Այս կողմից մեկ ասում եք, տեսնում եք Փաշինյանը ինչ կտրուկ Հայաստանի շահերը պաշտպանեց։ Իսկ դուք ասում եք դա բեմադրված է։ Սա ֆիլմ է, կարող է ձեր համար, թե իրական քաղաքականություն, իր հետևանքներով։ Վրացական երազանքը Հայաստանում դառնում է հայկական կոշմար։ Վարչապետ Փաշինյանի իշխանությունն է կոշմար։ Ես Վրաստանից ձեզ ասում եմ, դուք պատկերացում չունեք կոշմարը ինչ է։ Այլ որ ձեզ
եվրոինտեգրման աջակցության համար բանտ նստացնի Փաշինյանը, այդ ժամանակ ես ձեզ խոսք եմ տալի, որ ես առաջինը կքննադատեմ, չէ, կպայքարեմ Փաշինյանի դեմ։ Այդ դա կեղնի կոշմար։ Եվ դա կեղներ ռուսական երազանք Հայաստանում։ Բայց միջև դուք հանգիստ կեղծիքներ եք տարածում Փաշինյանի մասին եւ նույնիսկ դրա համար ոչ մի պատասխանատվություն չեք կրում, արդեն չեմ ասում, որ ձեր եվրոպամետ քաղաքականության եւ մոտեցումների համար ոչ մի խնդիր չունեք, հանգիստ Երևանում գործում եք եւ այլն, ապա մի համարձակվեք այսպիսի բան ասել, այն էլ վրացական երազանքի հետ համեմատելիս, դուք հասկանում եք, դուք ինձ ստիպում եք պատասխանել, որովհետեւ ես միակն եմ, ով այս իրականության մեջ է։ Ես այս իրականության մեջ եմ։ Եվ ես հիանալի գիտեմ, բաներ կան, նույնիսկ ոչ էլ ասում եմ։ Հիանալի գիտեմ այստեղ ինչ իրավիճակ է Վրաստանում։ Ամեն օր ես այդ իրավիճակով եմ անցնում։ Ես էլ եմ այդ հալածանքների տակ ռուսական իշխանության միջոցով այստեղ Վրաստանում։ Եվ հիանալի գիտեմ, որ դուք սուտ եք ասում։ Ամենալավ դեպքում սխալվում եք, բայց արդեն կասկածում եմ, որ դուք ուղղակի սխալվում եք։ Փաշինյանը ձեռ է տալի, ասում եմ, Մոսկվային, Պուտինին, Ալիևին եւ Էրդողանին։ Ինչ խոսեմ, դուք եթե Պուտինը ասում է ձեռ չի տալի, Խզմալյանը ասում է չէ ձեռ է տալիս։ Պուտինը ասում է մեր տեխնացուին թողեք մասնակցի, Խզմալյանը ասում է չէ, ձեռ է տալիս, դա թատրոն է։ Ինչ ասեմ։ Արա, ուղղակի չեմ պատկերացնում ես լուրջ սա քննարկելը։ Թուրքիայի հետ սահմանը կբացենք, հայտ էլ կներկայացնենք Եվրոպական միություն, դեռ վարչապետ Փաշինյանի իշխանությունը կամրապնդի, կբացենք Թուրքիայի հետ սահմանը, հետո միջև այդ սահմանը բացելը նաև սահմանադրական փոփոխություններ կլինի եւ Ղարաբաղի մասին նշումը կհանենք, Ադրբեջանի հետ կստորագրենք խաղաղության պայմանագիր, որի դեմ եք դուք նաև Եվրոպան կողմ է, Ամերիկան կողմ է, դուք դեմ եք ձեր պոպուլիստական հայտարարություններով, շատ նման է, նորից եմ ասում, մնացած այդ ուժերին, որոնք պոպուլիզմով են զբաղված։ Մեկին մեկ է։ Կստորագրենք խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ, կբացենք Թուրքիայի հետ սահմանը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիոն կկազմակերպենք դեպի Եվրոպա, եւ հետո կամաց հայտ էլ պետք լինի, առանց Վրաստան էլ հայտ կներկայացնենք, բայց արդեն լրիվ ուրիշ քաղաքական եւ աշխարհակաղակական տրամաբանության մեջ։ Վրաստանի առումով էլ ես եմ անձամբ պայքարը շարունակում, մինչեւ դուք ուղակի խոսում եք։ Ես եմ պայքարը շարունակում, որ Վրաստանը վերադառնա եվրոպական ուղու վրա եւ Վրաստանը Հայաստանը միասին գնան։ Եվ ես գիտեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության մոտեցումները, այդ թվում մեր հանդեպ, Վրաստանի հանդեպ, իմ հանդեպ, մեր մոտեցումների հանդեպ շատ լավ գիտեմ եւ ես տեսնում եմ եւ ձեր հորինված իրականությունը եւ այն իմ տեսած իրականությունը հակառակն են իրար։ Եվ ես գիտեմ վարչապետ Փաշինյանը եվրոպական խորհրդարանում որ հայտարարություն արեց Վրաստանի թեմով, ոնց օգնեց Վրաստանին դրանով։ Ես գիտեմ նաեւ վարչապետ Փաշինյանը Մակրոնի հետ ինչ հարցեր է քննարկել։ Մանրամասն չէ իհարկե, բայց թեմաները գիտեմ։ Այո, որովհետև ես անձամբ աշխատում եմ տարբեր այս պետությունների, դեսպանների եւ ուրիշների հետ, շփվում եմ եւ գիտեմ ինչ է տեղի ունենում։ Եվ ենթադրում եմ, որ դուք էլ գիտեք։ Խնդիրը դրանում է, կամ դուք չգիտեք, կոչ եմ անում կոնկրետ պարոն Խզմալյան, գնալ Ֆրանսիայի դեսպանի մոտ, հանդիպել ու մի հատ հարցնել, վարչապետ Փաշինյանը ինչ դեր է ունեցել Վրաստանի եվրոպական ինտեգրման գործընթացում։ Գնացեք, հարցրեք, պատասխանը հանրային ասեք։ Ես հարցրել եմ, ինձ ասել են, եւ ես գիտեմ։ Երկու տարբերակ կա, կամ դուք էլ գիտեք ու խափում եք, կամ դուք այդ դեսպանի հետ կապ չունեք, ուստի ստացվում է, որ մի քիչ հեռու եք այս ամեն թեմաներից, ուղղակի գեղեցիկ բրենդ եք կազմակերպել։ Ձեր արևմտամետ լինելու, եթե Ֆրանսիայի դեսպանի հետ կապ չունեք, գնացեք հարցրեք։ Մի քանի ուրիշ դեսպանի հետ էլ գնացեք խոսեք։ Եվ իմացեք ինչ մոտեցումներ ունի։ Եվրոպական խորհրդարանում այդ հայտարարությունը իմացեք ինչ գործընթացների մաս էր վարչապետ Փաշինյանի կողմից։ Վարչապետ Փաշինյանը փորձում է, ասում է, արճակատում ձևավորել ուրեմն հանրության ներսում։ Ինչ արճակատում։ Արճակատում կա, որովհետև կա Ռոբերտ Քոչարյան, կա Սերժ Սարգսյան, կա հիմա Սամվել Կարապետյան։ Արճակատում այդ մարդիկ ռուսական գործակալները որ չլինեին, հիմա նորմալ ընդդիմություն կլիներ, բայց գիտեք նորմալ ընդդիմության խնդիրը ինչ է։ Որտեվ ես էլ կարծացել եմ, որ ձեր կուսակցությունը, Շնորհապետական, ԱԺԲ-ն եւ այլն համարել են, որ սրանք էլ նորմալ ընդդիմության մաս են։ Համարել են, բայց ես համոզվում եմ հիմա, որ ոչ։
շատ էինք բոլորս սխալվում, որ այս մարդկանց համարում էինք նորմալ ընդդիմություն։ Հայաստանում նորմալ ընդդիմություն գրեթե չկա, մի քանի քաղաքական ուժ են մնացել, որոնք իրոք տրամաբանական են իրանց ուրեմն հայտարարություններում եւ քննարկումներում, այն էլ շատ փոքր են, թույլ են, համախմբված չեն եւ փաստացի մենք ունենք իրականություն, երբ միակն է իրական քաղաքական ուժ այս պահի դրությամբ, որը հաստատ անցնում է ազգային ժողով եւ արևմտամետ, հայամետ արևմտամետ հիմքերի վրա, դա քաղաքացիական պայմանագիրն է։ Մնացածը փոքր են եւ ես այդտեղ փորձել եմ այնպես անել, որ համախմբում տեղի ունենա, բայց այսպիսի կուսակցությունները փաստացի խանգարել են այդ գործընթացին, այդ թվում էլ Եվրոդաշինքը չկա։ Ապագայում կտեսնենք ինչ կարելի անել եւ ոնց։ Բայց փաստ է, որ այս մարդկանց կարելի ասել իմ պատկերացումով պոպուլիստ արևմտամետ ուժերի գործունեությունը ներքաղաքական դաշտում Հայաստանի խնդիրներ է ստեղծում այն առումով, որ արևմտամետ իրական ընդդիմություն չի ձևավորվում։ Եվ այո, հանրային հեռուստաընկերությունում ասում է սահմանափակ է մեր մասնակցությունը։ Պարոն Խզմալյան, բա գուցե դրա համար որ դուք են ինչ ասում եք, իրականության հետ առհասարակ կապ չունի։ Հիմա ես որ ասեմ 2 գումարած 2.5 է, դուք ո՞նց եք պատկերացնում, ինձ պետք է հրավիրեն միտեղ եւ ես ապացուցեմ, որ այդպես է։ Լուրջ։ Եվ այդ դա էլ ունի իրավունք, որ գոյություն ունենա այդ կարծիքը, որ 2 գումարած 2.5 է, որ Նիկոլ Փաշինյանի եւ Պուտինի հանդիպումը բեմադրված է, գնաք հանրային հեռուստաընկերությունում դա ասեք, որ Նիկոլ Փաշինյանը Իվանիշվիլի 2-ը գնաք դա ասեք հանրային հեռուստաընկերությունում, որ մեր հանրության համար ուղղակի խառնեք ամեն ինչ։ Սևին սպիտակ, սպիտակին սև, ամեն ինչ նույնն է, ճշմարտություն չկա, ինչ դուք տեսնում եք, ամեն ինչ բեմադրված է, ամեն ինչ խափում են, չկա ոչ մի բան, սա կեղծիք է։ Դա եք ուզում, որ հանրությունը հիասթափվի, ասի իմաստ չկա այս ամենի մասին խոսելու, որովհետև սա կեղծիք է, էլի, բեմադրված է սա։ Փաշինյանը օրենք է ընդունում, բայց մեկը ռուսամետ է փաստացի։ Ինչի է օրենք ընդունել, իրան ստիպել են երևի, կամ պարոն Խզմալյանն է ստիպել, կամ էլ եվրոպացիք են, հա, ստիպել։ Դա ուղղակի լուրջ չի քննարկել, հասկանում եք, ծիծաղալի է, որ որևէ մեկը Փաշինյանին ստիպել է այդ օրենքը ընդունի։ Եվ այս ընտրությունները իշխանության փոփոխության մասին չեն, այլ ընդդիմության փոփոխության, այո, բայց ցավոք ռուսական ընդդիմություն է մնում, որովհետև մնացած ընդդիմությունում էլի ասացի, մի քանի կուսակցություն եթե բացառենք, նորմալ ուժեր չկան։ Չկան ուղղակի։ Եվ այդ նույն ընթացքում Հայաստանը աճեցրել է, տեսեք, ինչքան հիմա քննարկեմ սա էլ շատ կարևոր է, ուղղակի ինչքան կեղծ հայտարարություն է եւ ինչքան ոչ հայանպաստ, տեսեք, Հայաստանը աճեցրել է կախվածությունը Փաշինյանի ժամանակ Ռուսաստանից։ Պարոն Խզմալյան, տեղի ունեցավ Ուկրաինայում պատերազմը, որը ստեղծեց հնարավորություններ Հայաստանի համար, նաև Վրաստանի, նաև Ադրբեջանի, նաև Կենտրոնական Ասիայի, տարբեր տնտեսական առումով ժամանակավոր ուրեմն ունենալ եկամուտ եւ Հայաստանի տնտեսությանը դա անհրաժեշտ էր, որովհետև մեզ պետք էր գնել հարյուրավոր միլիոն դոլարների եւ նույնիսկ միլիարդավոր դոլարների զենք։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը չօգտագործեր այդ հնարավորությունը, զուտ դրամավոր դա Ռուսաստանից կախվածություն է աճեցնում կամ որովհետև մենք ուկրաինական ժողովրդին հարգում ենք, բայց Հայաստանը ինքնապաշտպանության համար իրեն պետք էր այդ ֆինանսական հնարավորությունները, որ կարողանար նաև մեծ ներդրումներ աներ զինված ուժերի մեջ, պարտված պատերազմից հետո։ Եվ օգտագործեց դա, հիմա դա կարող է ամենաճիշտ իդեալական տարբերակը չէ, բայց ես համոզեցնում եմ, որ նույնիսկ թշնամու հետ կարելի է պայմանավորվել եւ համագործակցել եւ առևտուր անել, եթե դա նպաստում է քո պետության շահերին։ Եվ եթե Հայաստանի պետությանը պետք էր, որ Ռուսաստանի հետ այդ ժամանակահատվածում առևտուրը զարգացներ իր պետական շահերից դուրս գալով, ապա դա արել է, որովհետև Հայաստանին պետք էր այդ բազում միլիարդները հավելյալ, որ զինված ուժերի մեջ ներդրում աներ։ Եվ ոչ մի հայ իրավունք չունի դրա համար քննադատի Հայաստանը։ Դա ուղղակի նշանակում է, որ պետական
չեք մտածում։ Դա էլ ժամանակավոր էր եւ այնպես չի Հայաստանը Ռուսաստանին որևէ մեկի դեմ է օգնել։ Ուղղակի այդպես հայտնվեց, որ այդ պահը բոլորը որ օգտագործեցին, Հայաստանը չհրաժարվեց այդ պահը օգտագործելով, ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մաս էր արդեն։ Ոչ Օրոք Փաշինյան, վարչապետ Փաշինյանը ուղղակի այդպես է պատահել։ Եվ ուստի դուք որ այստեղ ասում եք, որ Հայաստանը օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցներ եւ այլն, խնդիրը նրանում է, որ դուք էլ չեք այսպեսի ճշմարտություն ասելով փորձում եք իրականում Հայաստանի պետական շահը հաշվի չառնել։ Ուղղակի փորձում եք հաշվի չառնել Հայաստանի պետական շահը։ Եվ բարձրաձայնում եք այն, ինչ կարող է օգտագործված լինի Հայաստանի Հանրապետության դեմ։ Այդ թվում Արևմուտքի կողմից։ Օգնում եք նրան, որ Հայաստանը մի կողմից տնտեսական առումով թուլանա, այն առումով, որ այդտեղից օգուտներ էր տեսնում, մյուս կողմից Եվրոպայից էլ ավելի խնդիրներ ունենա այս ձեր հայտարարությունների հիմքով եւ Հայաստանի պետական շահի դեմ եք գործում, որովհետեւ դուք շարժվում եք ձեր անձնական քաղաքական շահով, այլ ոչ թե պետական շահով։ Վերջ։ Իսկ ձեր անձնական շահը ինչ է, ես այդպես էլ չեմ կարող հասկանալ։ Եթե այն, որ վաղը Եվրոպական միությունում լինենք, վաղը չենք կարող լինել ֆիզիկապես։ Եվ առաջինը ես եմ, ով աջակցում է, որ վաղը լինենք Եվրոպական միությունում, բայց իրականության մեջ պետք է ապրել, այլ ոչ թե հորինված։ Եվ ստացվում է, որ դուք այնինչ իրականություն է, նրան անվանում եք հորինված, իսկ այնինչ հորինված է, դա ներկայացնում եք ինչպես իրականություն։ Ու տեղերում էլ Հայաստանի պետականության նաև շահը դնում եք այդպիսի հարցականի տակ, ասելով, որ Ռուսաստանին օգնել է Հայաստանը։ Բա թողնենք մենակ Ադրբեջանը, Վրաստանը ու Ղազախստանը անեին այդ առևտուրը, մենք հրաժարվեինք ու դրա այդ մի քանի միլիարդը, որ այդտեղից Հայաստանը եկամուտ է ունեցել, չդներ Հայաստանը զինված ուժերի մեջ, չդներ Հայաստանը պետականության այդ նաև Ղարաբաղի հայերի օգնության եւ ուրիշ հազար ծրագրերի մեջ, որ Հայաստանը մի քիչ ոտքի կանգնա վերջի տարիների ընթացքում, այո, օգտագործելով Ռուսաստանի ուղղությամբ այս հնարավորությունը, այո, ոչ այդքան կարող է գեղեցիկ բան, բայց պետական շահից էր, չէ, բխում։ Հարցը հենց դրանում է։ Դուք ձեզանից այդպես իդեալիստ եք ներկայացնում, իսկ ի վերջո ստացվում է, որ ձեր գործունեությունը պետական շահի հետ կապ չունի։ Եվրոպամետ գործունեությունը միևնույն ժամանակ ակնհայտորեն ցույց է տալի, որ դուք եվրոպացիքին ասում եք, որ Փաշինյանի հետ գործ մի ունեցեք։ Փաշինյանը խաբում է ձեզ եւ այլն։ Ես եւս մի քանի մարդ գիտեմ եւ նույնիսկ երկիր, ով եվրոպացիքին եւ ամերիկացիքին ասում է Փաշինյանին չվստահեք։ Գիտեմ այդպիսի մարդիկ։ Եվ իմ մոտ հարց է առաջանում, ձեր նպատակը։ Եվ կարծում եմ հանրությունը ինքը կպատասխանի ձեր իրական նպատակների մասին։ Եվ շատ հստակ, ես շարունակելու եմ բոլորինով կեղծիք է հայտարարելու։ Պատասխանեմ, հատկապես եթե որևէ մեկը համարձակվի վրացական թեմաների մասին խոսի։ Նարեկ Կարապետյանը համարձակվեց, խոսեց Իվանիշվիլու հետ, որ Սամվել Կարապետյանը լավ կհանդիպեր։ Ես այդտեղ մանրամասն արձագանքեցի։ Բախի ձեզ չպետք է արձագանքեմ, որովհետև Եվրոպամետի թեզն եք օգտագործում, ոչ, չկա այդպիսի բան։ Այսինքն, ով փորձի Վրաստանի թեման սխալ օգտագործի, ես միշտ այդտեղ ճիշտ կասեմ, որովհետև Վրաստանից կներեք, բայց դուք տեղյակ չեք։ Հերո չեմ գնում, չեմ ասում այստեղ չեք ապրում, դու լեզուն էլ չգիտեք։ Այսինքն, արդեն չեմ ասում, որ այստեղ չեք ապրում, դուք իրանց հետ ընդհանրապես իրական վրացի քարտվելներին ոչ էլ ճանաչում եք։ Եվ ասել, որ Զինա Իվանիշվիլին ու Փաշինյանը նույնն են, մյուս կողմից էլ ասում են Իվանիշվիլին չի ընդունում Փաշինյանին, որովհետև Փաշինյանը հակառակն է, թշնամի է Իվանիշվիլու համար եւ այլն։ Այսինքն դուք մի հատ համաձայնվեք, մի հատ պարզեք ձեր մեջ, էլի, կարող է գնաք հանդիպեք նաեւ Սամվել Կարապետյանին, մի հատ պարզեք։ Ի վերջո որն է։
Իվանիշվիլի է, թե Իվանիշվիլին լավ է։ Սամվել Կարապետյանի խիչը քննադատում։ Անկեղծ։ Ինքն է ասում Իվանիշվիլին լավն է։ Փաշինյանը չի ասել Իվանիշվիլու մասին ոչ մի բան։ Հենա Նարեկ Կարապետյանը երեք ասում է Իվանիշվիլին օրինակ է։ Իսկ դուք երեք ասում եք ձեր հարցազրույցում, որ Փաշինյանն է Իվանիշվիլին։ Տրամաբանությունը ուր է, պարոն Խզմալյան։ Ուր է տրամաբանությունը։ Նարեկ Կարապետյանը ասում է Իվանիշվիլին չի հանդիպում Փաշինյանին, Իվանիշվիլին է մեր օրինակը։ Դուք ասում եք Փաշինյանն է Իվանիշվիլին։ Ստացվում է Նարեկ Կարապետյանը Փաշինյանին է աջակցում։ Սա հենց այդ է խնդիրը, որ երբ սկսում ես 2+2 5 հաշվել, հետո ամբողջ այդ հաշվարկները փլուզվում են։ Եվ ի վերջո ժամանակը ապացուցում է, կապացուցի այն, որ ձեր հայտարարությունները սխալ են։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք ստեսություն։